Արա Դեղթիրիկյանը Պարտիրոջը դերասան չէր, ինքը մեծ արտիստ էր, ու այսօրվա վիճակով ես կարող եմ ասել, որ այս գարնանային օրով ես գարնանը եւս մի գույն պակասեց մեր քաղաքից, մեր երկրից եւ ամբողջ երկրագնդից, որովհետեւ Դեղթիրիկյան Արայիկը ինքը մեծ արտիստ էր, բայց այսօր ինձ մի քիչ ավելի ուրիշ բան է տանջում եւ ուզում, որ Արա Դեղթիրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորեին ըստ իր ծառայության վայրից, այսինքն թատրոնից պետք է հուղարկավորեին եւ ես չգիտեմ դա ով է կազմակերպում, ոնց են կազմակերպում, բայց ինքը պետք է այնտեղ դրված լիներ ու այնտեղից պետք է հուղարկավորությունը կատարվեր։ Գուցե սա վերաբերմունք է կառավարության իշխանությունների կողմից նրա անձի հանդեպ, որովհետև նա հաճախ էր աչքի ընկնում այս վերջին տարիներին իշխանությունների հանդեպ կոշտ քննադատությամբ։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված, ճիշտն ասած, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց ինչ որ խոսքի ազատությունը վերագրել մարդու ծառայությունը, որ երկրին է մատուցել, իրար հետ համեմատել կամ ինչ որ զուգահեռներ անցկացնել անիմաստ բան է դա։ Ինձ թվում է դա անիմաստ է։ Պետք չի նայել։ Այսօր մի իշխանություն է, վաղը մյուսը կլինի, բայց մարդը ինքը ծառայել էր, չէ՞, ես երկրին, այդ երկրի թատրոնին, մշակույթին, արվեստին։ Իշխանությունները Ինչպիսին էր Դեղթիրիկյան արտիստը թատրոնում, թատրոնի բեմին եւ ինչպիսին էր կինոյում, որտեղ երկու տարբեր կերպարներ են, հա։ Դե արտիստը միշտ էլ տարբեր է, թե թատրոնում, թե կինոյում։ Թատրոնում էր ուրիշ։ Որտեղ նրա բանը արժեքը դեռ ավելի մեծ է երևում։ Երկու տեղներ ինքը արժեքավոր էր։ Չի կարելի ասել, այստեղ մեծ էր։ Ես հիշում իրեն։ Այո, նաեւ շատ լավ բանաստեղծություն էր, կարդում նաեւ լավ արտիստ էր, որպես ընթերցող, շատ լավ հեքիաթներ էր կարդում, շատ լավ արտաբերում էր ձայները, այնպես որ ասենք իմ անհանգստությունը իզուր չի, որ նման արտիստին պետք էր իր աշխատավայրից եւ հուղարկավորությունը նույնպես իր աշխատավայրից լիներ, ոչ թե եկեղեցուց։ Մի բան էլ պարոն Ալեքսանյան, վերջին շրջանում ստացվում է այնպես, որ ցավոք սրտի մենք հերթով կորցնում ենք այս կարևոր մեր մեծերին, արտիստներին, արժեք ունեցող, գույն ունեցող մարդկանց, հա, թատրոնի, արվեստի, մշակույթի գործիչների։ Այդ գույները հնարավոր է հետո լրացնել ինչ-որ կերպ, նոր սերունդը կկարողանա նրանց տեղը լրացնել։ Ոչ մի անփոխարինելի բան չկա այս մեր կյանքում։ Ամեն ինչն էլ փոխարինելի է, ամեն մեկն էլ փոխարինելի է, ամեն մեկը իր ձևի, իր չափի մեջ։ Բայց այն գույնը, որ պակասում է այս մեր պալիտրայից, էլի, այսպես ասած, այդ գույնը արդեն ինքն էր։ Կար, որը որ գնաց, հիմա ուրիշ գույն կգա, ուրիշ զարդարումներով կամ ասեմ, չգիտեմ, ուրիշ ացենկաներով ռուսերեն ասած։ Այնպես որ անփոխարինելի ոչ մի բան չկա այս երկրագնդից վրա։